Երևանի Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ներդրումային ծրագրի մասին հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան, համեցեք պարոն Խուդացյան։ Շնորհակալ եմ մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում ներդրումային ծրագրին հավանություն տալու GTB Development ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն եւ ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու եւ լիազորություն վերապահելու մասին կառավարության որոշման նախագիծը ներդրումային ծրագիրը վերաբերում է Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցմանը, որի իրականացման համար անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով կառավարության կողմից հավանություն տալ ներկայացված ներդրումային ծրագրին, ինչպես նաև համաձայնություն տալ նշված ներդրողին կառուցապատման իրավունք տրամադրելուն եւ ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն մեծարգո վարչապետ առաջարկում խոսքը փոխանցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին որոշման մանրամասները ներկայացնելու համար։ Համեցեք պարոն։ Շնորհակալ եմ պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, այս քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակը Կասկադի համալիրի ամբողջական եւ ավարտուն տեսք ստանալն է եւ որը միաժամանակ կապահովի կապը կենտրոնի եւ հեղափոխության 50-ամյակի նվիրված հուշահամալիրի հետ, այդպես է կոչվում, ինչի արդյունքում նաեւ կյանքի կկոչվի թամանյանական եւ ջիմթորոսյանական ամբողջ կոմպլեքսի մտահղացումը եւ իրականացման վերջնարդյունքը ծրագրի պարոն վարչապետ նոր կառուցվող հատվածում տեղակայված կլինեն արդեն քաղաքապետանին պատկանող նոր համերգասրահ 1000 տեղանոց, ժամանակակից արվեստի թանգարան, նոր ցուցասրահներով հագեցած պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված առանձնացված հատված, հարակից տարածքն էլ կբարեկարգվի եւ կկանաչապատվի, կձևավորվի մշակութային եւ ժամանցային նոր հանգույց, մոտավորապես 30,000 քառակուսի մետր տարածքից ավել տարածքով, իսկ հարակից 4.6 հեկտար տարածքում կտրվի հնարավորություն ընկերությանը բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու, որը որ ինտեգրելով առկա բնական եւ ճարտարապետական միջավայրի հետ ներդաշնակորեն կհամալրեն ամբողջական տարածքը։ Սա ընդհանուր կոնցեպտն է, բայց ես ուզում եմ նաեւ մի փոքր պատմել process-ի մասին, որովհետեւ այս պատմությունը տասնամյակների չլուծված խնդիր է եւ փոսորակն էլ մոտավորապես 2007 թվականից փորված է եւ տեղից չի շարժվել։ 2007 թվականին կամ 2006 թվականին հստակ ժամկետը չեմ կարողանա ասել, այն ժամանակ Գավեշյան հիմնադրամը նախաձեռնել էր այդ տարածքի կառուցապատման ծրագրի մրցույթ։ Այդ մրցույթը անցել էր եւ մասնակցել են տարբեր խոշոր ճարտարապետական ընկերություններ, բայց փաստացի նրանցից ոչ մեկ չէր ընտրվել։ Ընտրվել էր նյույորքյան մի ճարտարապետական ընկերություն, շատ տաղանդավոր ճարտարապետով, եւ նույնիսկ շինարարությունը սկսել էր 2007 թվականին։ Ֆինանսական ճգնաժամի ժամանակ, արդեն 2008 թվականին կառուցումը համալիրի կանգնեցվել էր եւ մինչ այսօր փաստացի ունենք այն վիճակը, ինչ ունենք։ Ունենք այդ նախագիծը, ունենք նաև նախագծեր հայ ճարտարապետների կողմից առաջարկվող եւ ունենք Wilmot & Associates ընկերության կողմից առաջարկված կոնցեպտուալ նախագիծը, երկար բանավեճերից քննարկումներից ճարտարապետական հանրության հետ մենք հասկացանք, որ ճարտարապետների շրջանում հարցը լուծում ստանալ չի կարող, որովհետեւ Կասկադը երևի թե այն տարածքն է, որի վերաբերյալ ամեն մեկս ունենք մեր ուրույն դիրքորոշումը եւ տեսակետը եւ հարցը որոշվեց դնել քվեարկության։ Մարդիկ ակտիվ քաղաքացի հարթակով քվեարկեցին երկու ճարտարապետական լուծման համար։ Մեկը նյույորքյան 2007 թվականին հաստատված նախագիծներ, մեկը Wilmot & Associates ֆրանսիական ճարտարապետական ընկերության կողմից առաջարկվող նախագիծներ եւ քվեարկության արդյունքում ակտիվ քաղաքացի հարթակով փաստացի հաղթեց երկրորդը ֆրանսիական ճարտարապետական նախագիծը։ Հետո արդեն իսկ այդ նախագիծը մենք քաղաքապետարանը հիմք վերցնելով որպես էսկիզային նախագիծ կազմեց մրցութային բավականին բարդ եւ խրթին փաթեթ։
Փաթեթը իր մեջ ներառում էր մի քանի կարևոր հանգամանք։ Առաջինը այն էր, որ կենտրոնական հատվածում Երևանի քաղաքապետարանը պահանջում էր իր համար կառուցել այն ինչ որ ներկայացրեցի, այսինքն համերգասրահով, ժամանակակից արվեստի թանգարանով եւ մնացյալ հասարակական տարածքներով կենտրոն, որի համար Երևանի քաղաքապետարանը առաջարկում էր հարակից 4.6 հեկտար տարածքում կոնկրետ չափորոշիչներով կառուցապատում իրականացնել արդեն բազմաֆունկցիոնալ համալիրի եւ փաստացի նվազագույն ներդրման չափը, որը որ առաջարկել էր քաղաքապետարանը 13 միլիարդ դրամն էր, հաղթող ընկերությունը առաջարկել է կենտրոնական հատվածում 13 միլիարդի փոխարեն 20 միլիարդ 46 միլիոն դրամ ներդրում իրականացնել։ Բացի դրանից կառուցապատող ընկերությունը նաև Երևանի քաղաքապետարանին վճարելու է 10 միլիարդ 449 միլիոն դրամ հողի կադաստրային արժեքի չափով եւ նաև իրականացրելու է կանաչապատման աշխատանքներ։ Մենք նաև տվել ենք 3 շուկայական արժեքը գնահատող ընկերությունների լիցենզավորված գնահատում են իրականացրել եւ այդ 4.6 հեկտար տարածքի արժեքը գնահատվել է միջինացված մոտավորապես 22 միլիարդ 200 միլիոն դրամ եւ փաստացի մեր ծրագրով իրականացնելու դեպքում ստացվում է որ մենք 30 միլիարդ 688 միլիոն դրամ ենք ստանում, եթե թվային տեսքով ներկայացնենք եւ պարոն Խաչատրյանի պնդումներ եւ իրականում շատ կարեւոր պնդումներ, որ մենք այս համեմատականը տանենք եւ տեսնենք, որ այստեղ էլ ունենք իրականում արդյունավետ աշխատանք։ Բայց որ ամենակարևորն է Երևանի սրտում կկառուցվի Կասկադի համալիրի բացակայող հատվածը եւ այդ հատվածը կստանա ամբողջական տեսք միացնելով ստորին եւ վերին հատվածները։ Շատ լավ։